Սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ։ Ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային Status Quo հաղորդաշարն է։ Մենք այսօր հյուրընկալել ենք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Պարոն Զուրաբյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ես պիտի անդրադառնամ ձեր այն երեկվա գրառմանը, որը կարծում եմ շատ խոսուն է, եւ կուզեի, որ դուք մեկնաբանեք այն խոսքերը, որոնք հղել եք, ուղղել եք Նիկոլ Փաշինյանին, երբ նա երեք ազգային ժողովում, երեք էր, այո, իրեն բավականին ոչ մեղմ ասած մեղսունակ ձևով պահեց, այսինքն այդ էմոցիաները, այդ ամեն տեսակ շարժու ձևը, որոնք ոմանք մեկնաբանում են որպես ինչ-որ հոգեկան հիվանդություն կամ խախտում, կամ ոմանք համարում են, որ դա ձև է, խաղ է, դա իրականում դրա տակ թաքնված է մեկ այլ բան։ Դուք գրել եք, որ հիստերիկան վկա Նիկոլը հասկացել է, որ Մինսկի խմբի 19 թվականի հունիսի պլանի հրապարակումը կփռի իր լեշը։ Սա ինչ անշակում։ Դե այդ պատասխանի մեջ իհարկե շատ կարճ պատասխանի մեջ, շատ մի նախադասության մեջ ես փորձեցի տեղավորել եւ օբյեկտին վայել բառապաշարը, բայց նաեւ բովանդակային քննադատություն դնել այդ ամեն ինչի մեջ, որովհետև մենք պետք է հասկանանք, այս հոգեկան տվայտանքները, մենք տեսնում ենք ակնհայտ անհավասարակշիռ հոգեկան հիվանդի տպավորություն թողող մարդու կեցվածք է, եւ այս ամենը պետք է ինչ-որ բացատրություն ունենա, ինչու է երկրի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ-որ հոգեցունց վիճակների մեջ հայտնվել։ Բացատրությունը շատ պարզ է։ Հայաստանում ստեղծվել է մի խոր ճգնաժամ, որի բովանդակությունը մի քանի տարեր ունի, բայց ամենակարևոր ձախողումը, որ հիմա ունի Փաշինյանը, դա իր խաղաղության ծրագրի ձախողումն է։ Նա հուսահատ, sense բանը խաղաղությունը մուրալով, Էրդողանի կոշիկները լիզելով, չգիտեմ, նկարվելով նրա հետ, նրա գրկախառնելով նրա գրքի հետ, Ալիևին ինչ որ պասեր տալով եւ զիջելով, բազմաթիվ զիջումներ կատարելով, փորձում էր այնուամենայնիվ ստեղծել մի վիճակ, երբ որ Ալիևի հետ կստորագրվի խաղաղության պայմանագիր, որը իհարկե, եթե ստորագրվեր, կապահովեր կայունության որոշակի մի պաշար եւ շատ հարցեր կլուծվեին, այսինքն եւ անվտանգության հարցերը եւ կապիտալ օտար երկրյա կապիտալ ներդրումների հարցեր եւ ընդհանրապես եթե, բայց եւ եթե նաեւ Ադրբեջանը եթե դա լիներ, եթե խաղաղության պայմանագիր ստորագրվեր, ուղղակի խնդիրը այն է եւ Փաշինյանը կարծես չի կարողանում սա հասկանալ, ինչպես միջև հիմա չի հասկացել շատ կարևոր բաներ աշխարհաքաղաքականության մեջ։ Խնդիրը այն է, որ Ալիևը խաղաղություն ստորագրել չի ուզում։ Ալիևին հիմա խաղաղություն պետք չէ։ Ինչ է պետք Ալիևին ավելի շատ կորզել մեզանից զիջումներ, ամբողջովին տորացնել կամ ոչնչացնել հայկական պետականության հնարավոր հիմքերը։ Գիտեք, այս հարցով ով որ անգլերեն կարդում է կամ հիմա նաև հնարավորություններ կան օգտագործելով ինտերնետային ռեսուրսները թարգմանել եւ տարբեր լեզուներով, ես կասեի կարդացեք Էլդար Մամեդովի հոդվածը, որը հրապարակվել է Responsible Statecraft կայքում, որը հայտնի կայք է, այնտեղ քաղաքագիտական լուրջ վերլուծություններ են տեղակայվում։ Էլդար Մամեդովը վերլուծաբան է, ակնհայտաբար ադրբեջանական ծագման, կարող է սխալվում եմ, բայց անուն ու ազգանունը դա են հուշում, բայց ինքը Բրյուսելում աշխատող բան է, վերլուծաբան է եւ շատ օբյեկտիվ, ես կասեի, ասենք եթե անգամ ինքը ադրբեջանցի է ծագումով, իր հոդվածների բովանդակությունը բացարձակապես չի արտահայտում Ադրբեջանի շահերը, իր որոշ դեպքերում շատ խիստ քննադատության է ենթարկում Ալիևի ռեժիմին եւ նա այնտեղ շատ պարզ նկարագրում է թե ինչու է Ադրբեջանը հրաժարվում
ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, ակնհայտաբար ցանկանում են նոր տերիտորիալ զիջումներ Հայաստանից։ Այսինքն դա իր նպատակն է։ Մենք դրա մասին 100 անգամ ասել ենք։ Այնտեղ իդեպ շատ հետաքրքիր բաներ կան, որոնք բավականին մոտ են նրան, ինչ որ օրինակ վերջին հարցազրույցներում ես ասում եմ, Իսրայելի այդ գործոնը, թե Իսրայելը ինչպես է դիտարկում Ադրբեջանին, ոնց է Իսրայելը ուզում Ադրբեջանին բերի այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերի մեջ, ի թիվս այլ արաբական երկրների, եւ այդ հարցադրումը առնելով նա բացատրում է, որ նպատակը այն է, որ ի վերջո Ադրբեջանին դարձնի Միացյալ Նահանգների ստրատեգիական պարտները եւ այլն, բայց ինքը բացատրում է, որ Ալիևը ուղղակի չի ուզում պայմանագիր կնքել, խաղաղություն չի ուզում, ինքը ուզում է շարունակել պահպանել ճնշումը Հայաստանի վրա եւ հասնել այսպես կոչված Լագեզուրյան միջանցքի իրագործմանը եւ տերիտորիալ այլ բաների, զիջումների։ Հիմա բանին Փաշինյանին թվում էր, թե համաձայնվելով Ալիևի բոլոր պահանջներին, այդ պայմանագրի հետ կապված, նա իրեն դրում է անհարմար վիճակի մեջ եւ որ էլ տեղ չունի, նա պետք է ստորագրի, նա չի հարցակվում։ Բայց ինքը իսկապես այդքան անմեղսունակ է, որ չի հասկանում, որ կամ ի վերջո այդ մարդը շփվում է ուղիղ Ալիևի հետ, չէ՞ որ Ալիևի հետ շփվել է, մեզ յուրաքանչյուրը այդքան անմեղսունակ է։ Ու ի հաստատումը դրա, ես ասեմ, այդ մարդը միգուցե եթե ուզենա մի օր խոսել, ինքը կասի, բայց ես շփվել եմ մի մարդու հետ, որը անմիջապես շփվել է Նիկոլ Փաշինյանի հետ եւ այն ժամանակ Փաշինյանը, երբ որ ընդունում էր, ճանաչում էր Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, հարցադրում է եղել իրեն, որ բայց եթե մենք ճանաչում ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, միգուցե արժեր դա անել գոնե փոխանակելով դա ինչ որ Ադրբեջանի ինչ որ համաձայնության հետ ապահովելու օրինակի համար միջազգային երաշխիքներ, ղարաբաղցիների, արցախցիների անվտանգության, ինքնակառավարման համար եւ այլն, եւ նա պատասխանել է նրան բառացիորեն հետեւյալը, որ այդ տենց ենք արել 30 տարի, դրա համար ոչ մի այդպես ենք արել, ոչ մի արդյունքի չենք հասել։ Այդ ակունքներից է գալիս նման բան եղել է, նույն Ֆրանսիայի դեսպանն էլ նման հայտարարություն արեց, ինչը ես է շատ կոշտ արձագանքեցի, բայց միևնույն է, միգուցե թքած ունեմ մեր արձագանքների վրա, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ դա բոլորը ընդունել են Ալմատայից սկսած, նման բան կա։ Այդ թեմային հատուկ կանդրադառնանք, բայց ես ուրիշ կոնտեքստի մեջ եմ ասում, ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ պետք չի առևտուր անել այս բանակցությունների մեջ։ Այսինքն դու ճանաչում ես Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, դրանից հետո ստանում ես դիվիդենդներ։ Միջազգային հանրության ճնշում։ Ոչ միայն, այլև իբր թե լեգիտիմություն չես տալիս նրան հարձակվելու քո վրա։ Միջազգային իրավունքն է սկսում աշխատել եւ այլն։ Սա մանկապարտեզ է, սա տառացիորեն, ինչ ասեմ, իսկ որը իսկապես անմեղսունակության սահմանակից մի վիճակ է, բայց հա Փաշինյանի գործողությունները ցույց են տվել, որ նա իսկապես հավատացել է, որ եթե օրինակի համար միջազգային քրեական դատարանին անդամակցելու համար Հռոմի ստատուտը ստորագրես, դու չգիտեմ ինչ անվտանգության երաշխիքներ կստանաս։ Դա ինքը այդպեսին է, չկա ինչ շրջապատում նախարարություններում, չգիտեմ, անգամ փորձագիտական դաշտում մարդիկ, որոնք կարող են հուշել, ասել ընկեր, այդպես չի, ամեն ինչ այդպես սև ու սպիտակ ու միանշանակ չի։ Դրա մասին էլ կարող եմ ասել։ Օրինակի համար էլի անունը չեմ ուզում տալ, բայց մի մարդ ժամանակին դեռ պատերազմից առաջ նրան շատ հստակ մեսեջ էր տվել, որ մենք շատ ժամանակ չունենք ու պետք է գնալ այն 19 թվի հայտնի այդ Մինսկի խմբի առաջարկի կատարմանը եւ նա իրան ասել է, «Էլ դու ինձ այս կոնգրեսական բաներով չմոտենաս», այսինքն այս բան այլի տեր-պետրոսյանական այդպես մոտեցումներով Չնայած իրեն համարում են, որ հիմա կարող է դուք ասեք այդպես չի բնականը, բայց շատերը համարում են Նիկոլ Փաշինյանին Լևոն Տեր-Պետրոսյանականության ծնունդ։ Չէ, ես դա բազմիցս բացատրել եմ, չեմ կարծում, որ արժի մի հատ էլ զրույց դրան նվիրենք, որ ոչ մի կապ չունի։ Հիմա եթե ասում են, որ ինքը ինչ որ ժամանակ դասընթացներ է անցել Տեր-Պետրոսյանի թիմում, հիմա եղել է նման բան, բայց
դասընթացների կարող է 100 մարդ գա, դրանցից 10-ը լինեն, ասենք, անտաղամ, չէ՞։ Իսկ մեկը կարող է լինի արտակարգ դեբիլ։ Հիմա այդ բանա, ուղղակի որ դու ինչ որ մեծ մարդու դասընթացները հաճախել ես, չի նշանակում, որ դա ավտոմատ դու դառնում ես նրա հոգեզավակը կամ նրա հակառակը։ Ինքը հետագայում արեց այն ամեն ինչը, ինչ որ հակառակ էր գնում Տեր-Պետրոսյանի ամբողջ այդ ռեալիզմի, այդ քաղաքականությանը հակառակը, ինքը դառավ ամենամեծ ոչ մի թիզականը։ Դրա մասին անիմաստ է խոսել։ Հիմա հա, իդեպ մարդիկ են ասում, բա մենք բա դուք եք բերել հոգեզավակ։ Մեկն էլ ասողներից բանն է, այսօրվա Գյումրիի Վարդան Ղուկասյանը, որը պարզվեց, որ ինքն է քվեարկել, Վարդան Ղուկասյանը ինքը 2 անգամ քվեարկել է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա, բայց մեզ է մեղադրում, որ մենք աջակցրել ենք Նիկոլ Փաշինյանին, այսինքն Այս ինչ եմ ես օրինակը բերում, որովհետև մարրազմը ամենալավը ստեղ է երևում, էլի մարդիկ, որոնք իսկապես իրենց գործողություններով բերել են իշխանության, քվեարկել են իր օգտին, այդ իշխանությունը տվել են իրեն, մեզ են մեղադրում, որ դա ձեր հոգեզավակն է, ձեր ծրագրերն է իրականացնում, բացարձակապես հակառակը։ Պարոն, ուզեք վերադառնանք ձեր գրառման այն կետին, որը վերաբերում է 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկին։ Ես հիմա տեսնում եմ այստեղ եղել է այն նույն հարցը տրվել է ռուսական համանախագահողին, Պապովին, որը որոշակիորեն բացահայտումներ արել, բայց ես կուզեի որ դուք էլ խոսեք դա մասին։ Ի վերջո այդ 19 թվի ինքը ասում է, որ նա շատ նման է Կազանյան փաստաթղթին։ Եթե երկու բառով, ինչ էր 19 թվի եւ ինքը ինչն է, որ ինչու եք դուք են ասում, որ պետք է ինքը բացի այդ փաստաթղթերը։ Okay, ես իմ այդ հարցին կպատասխանեմ, եկեք պայմանավորենք ուղղակի այն ճգնաժամ, որ ես նկարագրում եի, որ ասացի, որ բանի խաղաղության այդ ծրագրի իր տապալումներ, բայց այդտեղ ճգնաժամի մեջ այլ բաներ էլ կան, որ ես կուզեի դրանց անդրադառնալ։ Հիմա բայց կպատասխանեմ առայժմ ձեր հարցին։ Այսինքն մենք դի հասկանանք մի բան։ Փաշինյանը Փաշինյանի ամբողջ իշխանությունը հիմա հիմնված է մի մեծ խաբեության վրա։ Մի մեծ մեղք է ինքը գործել հայ ժողովրդի նկատմամբ, շատ մեղքեր է գործել, բայց ամենաֆունդամենտալ մեղքը, որ ինքը գործել է հայ ժողովրդի նկատմամբ, եւ որի մասին փորձում է մոռանալ տալ, որը փորձում է սքողել, կոծկել, դա այն է, որ ինքը մերժել է բանակցությունները 2018-ից մինչև պատերազմը, մինչև 20 թվականը, Մինսկի խմբի համանախագահ։ Պապովն էլ է դա ասում։ Հա, մերժել է, հա, բայց դա հայտնի բան է, ինքն է ասել, ես մինչև իմ կետից պիտի սկսեմ բանես, ինչ եք մինչև բանակցել եւ այլն։ Եվ բայց ավելի կարևոր բան կա։ 2019 թվականի ապրիլին, հետո հունիսին իր առաջ դրվել է մի նոր կոնցեպցիա Ղարաբաղի խնդրի կարգավորման, նոր կոնցեպցիա, որը չի եղել Սերժի ժամանակ, չի եղել Ռոբերտի ժամանակ, միգուցե ինչ որ չափով նմանվում էր 1997 թվականի փուլային տարբերակին, բայց կան նաև տարբերություններ։ Համենայնպես այդ նոր կոնցեպցիան դրվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Նիկոլ Փաշինյանը մերժել է բանակցությունները այդ փաստաթղթի հիմքի վրա, խաբել է սեփական ժողովրդին, ասելով որ ոչ մի փաստաթուղթ ներկայացված չի, եւ հիմա հրաժարվում է ըստ էության հրապարակել այդ փաստաթուղթը, որը թույլ կտա մեր ամբողջ հասարակությանը անմիջապես եզրակացություն անել, թե ինչ է առաջարկված եղել մեզ բանակցությունների մեջ եւ ինչ է նա մերժել։ Պարոն Զարուհյան, բայց դա մի հատ հարց արժեմ, իսկ ինչու է մերժել։ Որն էր իր առաջարկը կամ արդյոք ինչ կատարվեց այդ դեպքում։ Ինքը Տեր-Պետրոսյանի դպրոցում ոչ մի բան չի սովորել, որովհետեւ իր գաղափարը ոչ մի թիզականություններ հասցրած ծայրահեղականության։ Բայց հիմա ինքը հրաժարվում էր որևէ զիջման գնալ, որևէ զիջման։ Նրա իշխանության այդ միջև պատերազմը, թե հիշեք, նրա քաղաքականության գլխավոր էլեմենտներն, որ ինքը Տիգրան Մեծին էր, հետեր իրան բանանում, համատում, ինքը խոսում էր, որ Սարդարապետով մենք
Բայց դա հատուկ չէ, վերջին կռիվները տանք, ինքը խոսում էր Սևրի պայմանագրի, չէ, հիմա դու կարող եք ասել ֆրազալոգիա, բայց ես էլ կարող եմ մտածել, որ դա մենակ ֆրազալոգիա չէր, դա հավատամք էր։ Ինքը իսկապես ուզում էր հրահրել, ինքը անգրագետ է եւ տգետ է։ Ինքը ռեսուրսներ, ստրատեգիա հաշվարկել չգիտի։ Ինքը խորը մտայնություն ունի։ 7 տարի ամբողջ աշխարհին մատին վրա պատտացնում է։ Ինչ չգիտի ինքը ստրատեգիա։ Ամբողջ աշխարհը իրեն համարում է այդպես իշարս բոլոր իր ենթադրենք քայլերի համարում են ժողովրդավար, համարում են արևմտամետ, ո՞նց է կարողանում այդ տպավորությունը թողնել տարիներ շարունակ ընդ որում։ Չէ, կներեք։ Եվ համոզված են արևմուտքում շատերը։ Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Ինչ որ կատարվել է, հետևյալն է, ինքը փորձեց աշխարհի հետ խաղալ, կերավ ծանր հարված, որը ցավոք սրտի այն որ ինքը կերավ, դա մեզ համար վճարեցինք։ Հա, խնդրեմ չի, բայց որ մենք ենք վճարել մեր կյանքերով, մեր տարածքներով, Ղարաբաղով եւ այլն, դա ուրիշ հարց է։ Այսինքն ինքը ում հենց էտա որ աշխարհը խաղաց իր հետ։ Իսկ հետո ինքը նորից փորձեց խաղալ աշխարհի հետ, սկզբից բաներ համաձայնվել էր, որ ռուսական պլանը պետք է իրագործվի, ընտրվել էր այդ բանի վրա, այդ պլատֆորմի վրա, հետո 21 թվականին նկատում եմ, հետո սկսեց դա մերժել, գնաց դեպի արևմուտք, սկսեց այս եվրոինտեգրացիայի գործընթացը, որը պարզվեց, որ լիակատար մեկ այլ ձախողում էր, որովհետև իրականում դրա տակը ոչ մի հաշվարկ չկա։ Անկամ այս օրենքը, որ ընդունվեց։ Այս օրենքը սա ինչ է, PR-ից այն կողմ որևէ բան է, որևէ ծրագիր կա, որևէ հաշվարկ կա, որևէ ստրատեգիա կա, Եվրամիության կողմից որևէ պատրաստակամություն կա, զրո, հատկապես վերքում են, ողջունում են, ամբողջովին դա համարում են, ահավասիկ տեսեք, Եվրոպան հաղթում է։ Դա բացարձակապես այն է, ինչի վրա կառուցված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դա PR-ը, որի տակը ոչ մի բան չկա։ Պոպուլիզմ, այսինքն։ Այսինքն ես հենց այդ էի փորձում բացատրել, որ Փաշինյանը ստրատեգիա, ռեսուրս հաշվարկել չգիտի, իրան ինքը իսկապես անկեղծ տգետ լինելով, չհասկանալով շատ բաներ, տնտեսական, աշխարհաքաղաքական եւ այլն, ինքը չի հասկանում ինչ նշանակում ռեսուրս, ստրատեգիական պլանավորում եւ այլն։ Ինքը միշտ հավատացել է, որ խոսքն է վառում մարդկանց սրտները եւ այդ էմոցիոնալ վերելքի վրա, այդ էներգետիկ այդ վերելքի վրա հնարավոր է հրաշքներ գործել։ Ինքը միշտ դա հավատացել է, ավելին ձեզ ասեմ։ Ինքը կարծել է, որ ու դրա մասին խոսում են իրանք, որ այն ինչպես դու ընկալում ես աշխարհը, ավելի կարևոր է, քան բուն իրողությունը։ Եվ իրանք զարմանում են, երբ որ այդ իրանք ըմբռնումը, իրանք ընկալումը, իրանք այդ մանտրաները, որ եկեք մեզ պարտված չճանաչենք, երբեք պարտված չենք լինի, բան մտնում է հակասության մեջ իրողության հետ։ Իրանք զարմանում են, դա դրա համար ասում ենք adekvat մարդ չի։ Լավ, ինքը բա մնացածը Միրզոյան Արարատը, ենթադրենք Ալեն Սիմոնյանը, մնացածները, հələ մի րոպե դրանք, բա դիվանագետները, զինվորականները ամենակը, ինչու՞ են բոլորը համատարած համաձայն իր հետ, կամ գոնե ձայն չեն հանում։ Եղել են նույն Արարատ Միրզոյանի թիմը ապստամբել է, ճիշտ է Արարատ Միրզոյանը ուրացավ սեփական թիմին եւ մնաց եւ արդեն հարցերը իրանը պետք ուղղել թե ինչի ինքը նման կերպ կատարվել, բայց այդ թիմը ապստամբել էր, այդ թիմը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի դեմ, հետո հետո չմտան իրանք քաղաքացիական պայմանագրի են մյուս ֆրակցիայի մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ եղել են, որ ապստամբել են, դուրս են եկել, չեն ընդունել այս ամեն ինչը, բայց մեծամասնությունը շահախնդիր մարդիկ են, որոնք լուծում են իրենց կենսաղային խնդիրները եւ հասկանում են, որ իրենց ամբողջ բարեկեցությունը կապված է ֆյուրերի, այդ խղճուկ ֆյուրերի վիճակից ու հոգեվիճակից։ Կա վերջ այս փակշղթային, թե ինքը անընդհատ այնց vicious circle է, այդ փակշղթա, որ անընդհատ կրկնվելու է, մենք տեսնում ենք իհարկե կա։ Նու նախ այդ վերջը դնելու համար եկեք մի հատ sense թեմայից խոսանք։ Այս խափեությունը, որը մենք բացահայտում ենք, մենք պետք է հասկանանք Նիկոլի ռոպագանդան ինչի վրա է հիմնված, որտեղ շատ կարևոր բան է։ Հիմա շատ մեծ սեգմենտներ հասարակության այլևս Նիկոլին չեն հավատում, դրանց համար այդ պարզ է, բայց հələ կա դեռ սեգմենտ, բացի այդ շահախնդիրներից, այն կարիերիստները, շահախնդիրները, բիզնեսմենները, որոնք կոնկրետ իրենց համար ինչ որ շահույթներ են ստանում, բացի դրանից կա մի սեգմենտ,
որը այնուամենայնիվ ինքը բարակում այդ սեգմենտը, բայց ինքը այնուամենայնիվ այդ ինչ որ հավատում ասպա դե բայց բա ինչ աներ ռեալիստա ինքը ուզում է խաղաղություն եւ այլն ու այդ մարդկանց կարողացել են ֆրծնել, խափել, ասել որ այնուամենայնիվ Նիկոլը ճիշտ էր էլի մի քանի հարցերում, բայց ես ուզում եմ այդ ստերը բացել, այդ ռոպագանդան։ Ինչ է ասում այդ ռոպագանդան, որ արդարացրի Նիկոլ Փաշինյանը։ Որ սուտ կարևոր ստերից մեկը, որ ինչ է լներ, պետք է Ղարաբաղը, այսինքն այդ բանակցությունները, ամեն ինչ գնում էր, որ Ղարաբաղը թողնեին բանի այդ Ադրբեջանի կազմում։ Սա մի հատ բան է, չէ՞, այդ իրանց ռոպագանդայի գլխավոր բաներից է դարել, որը բացարձակ սուտ է։ Կարող եք թվարկել միջալոց, որ մենք կարողանանք ցենց հերթով բոլոր ստերին անդրադառնալ։ Okay, ճիշտ եք ասում։ Երկրորդ սուտը այն է, որի վրա այդ ռոպագանդան բանը, որ ասենք այդ 19 թվի ասմապլանի մասին որ խոսում եք, ասենք մենք համաձայնենք, բա Ադրբեջանը կհամաձայնվի։ Իսկ դա երկրորդ սուտն է, որ այսինքն Ադրբեջանի համաձայնության հարցը չի լուծված չի եղել երբեք ու Ադրբեջանը երբեք չէր համաձայնվելու։ Սա երկրորդ սուտն է, որին կանդրադառնանք։ Եվ հիմա երրորդ սուտն է առաջ տանում, որ 2018 թվին արդեն այն կետը, որ ես ունեի, դա արդեն կապիտուլյացիոն կետ էր։ Ու մեզ մնում էր մենակ զիջել, էլի զիջել, ուտես անգլումա բանի մեջ, այդ ստոպերի մեջ, ստուպերի մեջ ու չգիտեմ 75 անգամ կրկնում է զիջել բառը։ Իդեպ երևի վնասակարել է այդ զիջել բառը այդքան կրկնել, որտեվ խասատ է դառնում ոնց է թե։ Հիմա այս 3 սուտը, որ գլխավոր իրանց ռոպագանդայի բաներն են, էլի մեխերն են, ես ուզում եմ հերթով անդրադառնալ ձեր թույլտվությամբ, էլի։ Առաջի սուտը, որ Ղարաբաղի հարցը միևնույն է պետք է լուծվեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության պայմաններում։ Դա բացարձակ սուտ է։ Ուրեմն նախ Ալիևն էլ է արդեն մի քանի անգամ ասել, որ արդեն իրան անկախություն էին պարտադրում, ինչ որ բաներ էին ասում, եթե ես ուժով չլուծեի այս հարցը լրիվ ուրիշ վիճակներ կստեղծվեր եւ այլն։ Այո, ստացիա նաև ասում է, որ ամբողջ շումկային վրա, որ ես պետքա ճանաչեմ, Ղարաբաղը մոռանանք։ Երկրորդը մենք բանում այդ Լիսաբոնում վետո դնելով այդպիսի լուծմանը, հա, աշխարհը այդպես էր մտածում, որ բանա Ղարաբաղը Ադրբեջանի մաս պիտի, բայց ինքը հետո ստիպված էր հաշտվել նախ Ղարաբաղյան ֆակտորի հետ, այդ ռազմական հաղթանակների հետ եւ Բուդապեշտյան սամիթում արդեն Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց աննախադեպ բաներ, ճանաչվեց միջազգային իրավունքի սուբյեկտ հավասարապես բանի այդ կոնկրետ այդ բանակցություններին վերաբերող հարցում հավասարապես Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ 97 թվին փաթեթային լուծումի մերժումից հետո մեզ բերեցին մի հատ լուծում, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին բառ անգամ չկար։ Այսինքն Ղարաբաղը մենք ձեռք էինք բերում խաղաղություն, Ղարաբաղը դառնում էր դե ֆակտո ինքնակառավարվող ինքնուրույն պետություն եւ պահպանում էր իր իրավունքը հետագայում իր կարգավիճակի վերաբերյալ իր խոսքը ասելու ընդհանուր միջև վետոյի իրավունք։ Սա արդեն նշանակում էր, որ բանա էլ լուծում Ադրբեջանի կազմում չկա։ Իսկ դեռ պետք է արդեն ադրբեջանցիք փորձել Ղարաբաղին համոզել, բայց Ղարաբաղը արդեն խաղաղության պայմաններում խաղապահ զորքերի ընդ որում միջազգային խաղապահ զորքերի վիճակում, տեղակայման վիճակում, այդ բուֆերային գոտիների ստեղծման վիճակում արդեն Ղարաբաղը կարող էր իր կամքը հստակ ասել բանակցային process-ում։ Հիմա ավելին ձեզ ասեմ, 2006 թվին, երբ որ այդ Կոսովոյի դեպքերը եղան եւ այլն, միջազգային հանրությունը հրաժարվեց այն դիրքորոշումից, որ Խորհրդային Միության եւ Հարավսլավիայի այդ խորհրդային հանրապետությունները չեն կարող տրոհվել, այսինքն որ միայն այդ ներ հարավսլավական կամ ներ սովետական բաներն են, հանրապետությունների սահմաններն են ընդունվում որպես անձեռնմխելի։ Կոսովոյի դեպքում կատարվեց շատ լուրջ բացառություն եւ Կոսովոն ձեռք բերեց Սերբիայից, ոչ թե Հարավսլավիայից, այլ հենց Սերբիայից անկախություն, որը ճանաչվեց Միացյալ Նահանգներին, բանի Եվրոպական միության երկրների կողմից, եւ այդտեղ ինչն էր առանցքայինը։
այդ բանը արդարացնելու համար սկսին խոսել հայտնի են սկզբունքի մասին, անջատում հանուն փրկության, որը միշտ էլ եղել է միջազգային իրավունքի մասին, ուղղակի դրա մասին չէին հիշում։ Բայց հիմա նոր իրավիճակ ստեղծվեց եւ ըստ էության միջազգային հանրությունը բացվեց այդ գաղափարի նկատմամբ, որ կարող է պատահել լինել նաեւ հետագա անկախացման գործընթացներ։ Այսինքն եւ ամեն ինչ գնում էր այդ ուղղությամբ։ Այն մադրիդյան սկզբունքները սկզբունքորեն իրենք ընդունում էին, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի ինչ որ ռեֆերենդումով որոշելու իր ուրիշ բան որ մեխանիզմները իրագործելի չէին, բայց սկզբունքը ընդունվում էր, որ նա կարող է ռեֆերենդումով իր ճակատագիրը որոշի եւ այլն եւ այլն։ Հիմա բայց ամենակարևոր բանը տեղի ունեցավ 2019 թվին։ 2019 թվին սեղանի վրա դրած էր մի փաստաթուղթ, դա կարող են բոլորը գնան այդ Պոպովի այդ հոդվածում գտնեն, մի փաստաթուղթ դրած էր, որտեղ գրած էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը այս этаպում չի որոշվում եւ կապվում է հետագայում այսինքն Քելբաջարի ու Լաչինի ոչ միջազգային մասը ազատելու գաղափարի հետ, այսինքն մենք պետք է Քելբաջարից ու Լաչինի ոչ միջազգային մասից դուրս գայինք միայն այն դեպքում, երբ որ լուծվեր կարգավիճակի խնդիրը Ղարաբաղի վերջնական, այսինքն Ադրբեջանի առաջ լուրջ ստիմուլներ է դրած։ Որտեղ սա միշտ եղել է նաև վերջին ժամանակներում քննարկման բանավեճերի թեմա։ Կարգավիճակի հարց Ադրբեջանի ներսում, թե նաև դրսում։ Այդ հարցը ընդհանրապես չէր բարձաբանվում այդ համաձայնագրի բանի նախագծի մեջ։ Այսինքն այդ բացը թողնվում էր բաց, այդ հարցը թողնվում էր բաց, ինչը նշանակում էր, որ այդ հարցի վերջնական լուծումը չկա։ Հետևաբար Քելբաջարը ու Լաչինի ոչ միջազգային մասը ստանալու համար Ադրբեջանը ստիպված դիլներ գնալ ինչ-որ մի շատ արմատական զիջումների, ինչու՞ չէ, ընդհանուր միջև անկախության բանը, ճանաչումը, բայց դա իրականում չէր լինի, դա ուղղակի սերունդ կմնար մի 100 տարի, մինչև մեր ժողովուրդների հարաբերությունները կարգավորվեին ու ինչ որ նորմալ լուծումներ կգտնվեին։ Հիմա այդտեղ գալիս է երկրորդ հարցը, որ ասացի, ասում են Ադրբեջանը չի համաձայնվի։ Ես նիկոլական ռոպագանդիստների մոտ անգամ նման sense բան տեսա, ասում են եթե Ադրբեջանը ընդհանուր պետությանը չի համաձայնվել, եթե, չգիտեմ, փաթեթային չի համաձայնվել, ինչի՞ պիտի համաձայնվեր այս 19 թվի պրոյեկտին։ Բայց մարդիկ էլեմենտար բաներ չեն հասկանում։ Ադրբեջանի ամբողջ կարմիր գիծը կապված էր նրա հետ, որ որևէ հստակ բան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին չասվի։ Այսինքն գլխավոր խնդրեմը Ադրբեջանի այդ էր։ Իրանք ասում են լավ, չեք տալիս մեզ, բայց գոնե անկախությունը չճանաչենք, այդ հարցը կախված մնա։ Դրա համար 97 թվի փուլայինին իրանք համաձայնությամբ պատասխանեցին։ Ու դրա համար դրա մասին արդեն կան նաև Պապովի այդ հոդվածում ակնարկներ, համաձայնվել էին նաև 2019 թվի մայիսի այդ լուծմանը։ Այսինքն այդ իբր թե որ համաձայնություն չպետք է տար Ադրբեջանը, բան դա միֆ է։ Ադրբեջանը համաձայն էր ցանկացած լուծման, որում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը թողնված էր անորոշ։ Իսկ եղել է երկու առաջարկ նման, եղել է երկու առաջարկ 97 թվի փուլայինը եւ 2019 թվի մայիսինը, երկուսին էլ Ադրբեջանը մենք առաջի դեպքում հաստատ գիտենք, որ համաձայնվել է, երկրորդ դեպքում Պոպովի ակնարկի համաձայն գիտենք եւ բայց նաեւ բանն է, տրամաբանությունն է դա հուշում։ Պարոն Զարբյան, նիկոլական թևը, ինչպես որ դուք ասում եք, պնդում է, որ 20 թվականի պատերազմից հետո ամեն ինչ կարդինալ ձևով փոխվել։ Ինչ եղել է, հիմա լրիվ ուրիշ աշխարհ է եւ իրենք համարում են, որ ճիշտ էր Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Ոմանք ասում են ռուսական ճնշման էր, իհարկե ես դա չեմ կարծում ռուսական ճնշման, թեև իրենք հղում են կատարում ռուսական կողմին, որը իսկապես ասում էր, որ Արցախը Ադրբեջան է, բայց իրենք կարծիք, որ եվրոպական կողմն է, արևմուտքն է ստիպում, որ Հայաստանը ճանաչի։ Դուք ինչպես եք տեսնում այդ ճանաչման process-ը Պրագայում, երբ որ ճանաչվեց, դա փոխեց ամեն ինչը, թե ամեն ինչ փոխեց։ Ամեն ինչ փոխվեց այդտեղ։ Ամեն ինչ փոխեց, որովհետև պատերազմից հետո անգամ փոխվել էր մի կարևոր բան, որ մենք արդեն
ռազմական առումով այնուամենայնիվ ջախջախված էինք, բայց մենք պահպանել էինք դեռ Ղարաբաղի ինչ որ մի մասը։ Ստեփանակերտը մնացած մասերը, որ դեռ, այսինքն կորցրել էինք Լղիմի տարածքից, կորցրել էինք Հադրուտը, ըստ էության։ Այո, Եվ Շուշին։ Բայց այն մյուս մասերը պահպանել էինք եւ նորից խնդրի լուծումը փնտրվում էր նրա մեջ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողենք անորոշ։ Այդ նույն ֆորմուլայով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անորոշության ֆորմուլան, որին նորից եմ ասում, Ադրբեջանը համաձայն էր։ Բայց բոլորից առաջ ընկնելով ու ինչա որ ինքը ուզում է 9-րդ կետից հրաժարվի ռուսներին դուրս հանի այստեղից, այդ բանի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից բանը, Նիկոլ Փաշինյանը գնում ասում լավ, գիտեք ինչ, Ղարաբաղը թող մնա ձեր կազմում, ես էլ ոչ մի զիջում չեմ անում այդ մեղրի կոմունիկացիայի վերաբերյալ։ Էս էր ամբողջ բանը, այսինքն Նիկոլը, այսինքն էլի կար շանս, որ մենք լուծումը փնտրեինք Ղարաբաղի կարգավիճակը անորոշ հետաձգման գաղափարի մեջ, բայց Նիկոլ Փաշինյանը ինքը իր մի հարվածով վերջ դրեց այդ կոնցեպցիային։ Ինքը բայց այն երրորդ բանի մասին, որ ասում էր փապտի զիջենք, պիտի զիջեինք 18-ին, ինչը պիտի զիջեիր։ Դու չպարտված բանակ էիր։ Դու ընդամենը պիտի զիջեիր, զիջման բանը հստակ գրված էր ծավալը։ Դու պիտի զիջեիր 5 շրջան։ 5 շրջան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից դուրս։ Աղդամը, Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը եւ Ղուբատնին։ Վերջ։ Սա էր դրված քո առաջ։ Դու սա պիտի զիջեիր, իսկ Ադրբեջանը պիտի շատ բան զիջեր։ Ադրբեջանը պիտի զիջեր, որ Քելբաջարը ու Լաչինը մնում են Հայաստանի հայկական ուժերի վերահսկողության ներքո այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծված չի։ Այսինքն Ադրբեջանը պիտի զիջեր, որ այդտեղ մտնում էին խաղաղարար ուժեր, որոնք պիտի մտնեին այդ 5 շրջանը։ 5 շրջանում պիտի կանգնեին։ Եվ նմանատիպ զիջումներ։ Եվ ասել, որ մենք հապտի զիջենք, ինչը մի հատ զիջում պիտի կատարեր, մի հատ, այլ փողզիջման կոնտեքստում, որովհետև բավականին լուրջ փողզիջումների պիտի գնար նաև Ադրբեջանը։ Բայց դու այդ բանը չարեցի ու դու հիմա մեզ բոլորից ստում ես ու ասում ես, որ բանա, պիտի զիջենք, հետո էլի զիջենք, հետո էլի զիջենք, հետո էլի զիջենք, ու մեզ ֆռացնում։ Դա իրանք դան է ասում, որ իրանք այդ ժառանգությունն է ստացել։ Հիմա եկեք գանք այսօրվա այդ խաղաղության համաձայնագարտով դուք տեքստին ծանոթ եք։ Ես չեմ հասկանում ինչպես մենք ընդհանրապես որ մեկս չունենք այդ տեքստը, ընդդիմությունն էլ ընդհանրապես չունի։ Ինչ տեքստ է կամ այնտեղ իբր նշված է իրենց ասելով, որ այն ինչ որ մենք ենք զիջում համապատասխանաբար, իրենք են զիջում, եթե սա կապիտուլյացիա է Հայաստանի համար, ուրեմն կապիտուլյացիայի Ադրբեջանի համար, ասենք բառախաղ են, սա ինչ է եւ ինչպես եք տեսնում այդ այսպես կոչված խաղաղության։ Դուք ասեք, որ ձախողել է, բայց ամեն դեպքում օրինակ աշխարհը հուսով է, ողջունում է, շնորհավորում է, որ մենք հեսա ստորագրել ենք, մենք իսկապես ստորագրում ենք այդ խաղաղության համաձայնագիրը։ Մենք տեքստին ծանոթ չենք, մենք չենք կարող իրան ամբողջությամբ վերլուծել, բայց կան որոշ դրվագներ, որոնք իրանք են հրապարակել եւ նրանց մասին կարող ենք խոսել, որոնք ցույց տալիս, որ այդ սկզբունքը սխալ է, որ ասում ես, եթե փոխադարձ նույն բանն ենք վերցնում մեր վրա, ուրեմն դա փոխադարձ զիջումներ են։ Որովհետեւ օրինակ եմ, ես օրինակ եմ վերում, որ պարզվի, որ այդ պրինցիպը չի աշխատում։ Օրինակ, եթե գրածա, որ մենք երրորդ ուժի ներկայացուցիչներին հանենք սահմանամերձ բաներից, այո, դա տարածվում է նաև Ադրբեջանի վրա։ Բայց ուրիշ հարց, իսկ Ադրբեջանը պետք է այդ երրորդ ուժի երբեք չեն ունեցել։ Այսինքն ֆորմալ իբր թե հավասարություն է, բայց այդ կետը կոնկրետ գործում է ի վնաս մեզ կոնկրետ իրավիճակում։ Եվ ուզում եմ ասեմ այդ դեմագոգիան թող չֆռցնեն ստե մեզ ասեն, որ դե փոխադարձ համաձայնությունները նույն ձևակերպված կարող է շատ կոնկրետ իրավիճակում աշխատեն քո դեմ եւ հակառակը հակառակորդի օգտի։ Այդ չի ասում, բայց այդտեղ խնդրեմը դա չի։ Ավելի մեծ խնդրեմը այն է, որ իրական զիջումների պաշարը կամ իրական զիջումների ծավալը ավելի ճիշտ որոշվում է ոչ թե այդ խաղաղության պայմանագրով։ Եթե այդպես լիներ, Ադրբեջանը հենց հիմա կստորագրեր։ Այ հենց իր չստորագրելը եւ բազմաթիվ տարբեր պահանջներ դնելը որպես նախապայման ստորագրման
ցույց է տալիս, որ այդ զիջումները չեն սպառվում խաղաղության պայմանագրով։ Խաղաղության պայմանագիրը ֆորմալ, այս պահին ֆորմալ թուղթ է ներկայացված Ադրբեջանի կողմից, Ղարաբաղի կողմից։ Ֆիքսելու շատ կարևոր զիջումներ Հայաստանի կողմից, բայց չսպառելով այդ զիջումները։ Կոնֆլիկտ ընդհանուր, այո։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է, եթե դու ստորագրում ես ինչ-որ բան, որտեղ դու բազմաթիվ զիջումներ անում ես, բայց մեկը չես սպառնում այն զիջումները, որոնք դեռ պետք է անես, որ դու ստանաս խաղաղություն, եւ այդ ստորագրությունը, դա նշանակում է այս խաղը դա խաղաղության պայմանագիր չի։ Սա խաղաղության պայմանագիր չի, սա ուղղակի խաբեություն է։ Էլի հերթական անգամ խաբեություն է, որտեվ Փաշինյանի նպատակն է որ ցույց տալ Ժորժ ջան, տեսեք, մենք կառուցում ենք, ստեղծում ենք, հեսա արդեն եկել ենք, տեսեք, արդեն համաձայնեցված տեքստ ունենք։ Ում է պետք է համաձայնեցված տեքստը, որը չի ստորագրում Ադրբեջանը։ Բայց ունենք արդյոք, ես ինչքան հասկանում Ադրբեջանը սպասում է, որ մենք պիտի անենք այդ սահմանադրական փոփոխությունները նոր դրանից հետո։ Ադրբեջանն էլ ասել, որ մենք համաձայնեցված տեքստ ունենք, բայց ասում եմ, ում է պետք է համաձայնեցված տեքստը, որը չի ստորագրվում կամ չի աշխատելու։ Դա բան է, էլի բառախաղ է, ունենք համաձայնեցված, հետո ինչ որ ունենք։ Միևնույնն է, քո առաջ դրած է մի քանի պահանջ, որ դու պիտի կատարես, որ իրանք նոր ստորագրեն։ Հետևաբար դա բան է, մի հատ խաբեություն է, մի հատ փուչիկ է, որ ներկայացնում են հայ ժողովրդին, այսօրվա իշխանությունները, որ իբր ինչ որ բանի են հասել, ոչ մի բան չես հասել։ Այդ քո փոխադարձ բանի հայտարարությունից հետո, որ մենք եկել ենք ինչ որ համաձայնեցված տեքստի, իրավիճակը ավելի շատ լարվեց։ Սկսեցին կրակել, սկսեցին պրովոկացիաները շատանալ, Ադրբեջանը հիմա շատ ավելի կոշտ տոնով է խոսում։ Հիմա Ադրբեջանի պաշտոնյաները Ալիևը րոպե 1 հայտարարություններ են անում, որոնք իրականում տանում են դեպի պատերազմ։ Ավելին ձեզ ասեմ, Ադրբեջանում գնում է նախապատրաստում պատերազմի ատելության այդ ռետորաբանությունը չի։ Թվում է թե եթե մենք գնում ենք բան դեպի խաղաղություն, դե հիմա Ալիևն էլ ոնց որ բանա, չէ, հաղթանակողն է, ինքը պետք է արդեն հասկանար, որ լավ, եթե գնում ենք դեպի խաղաղություն, մենք արդեն սկսենք կամաց կամուրջներ սարքել, ի վերջո այդ ատելության, այդ հայատյացության, այդ համակարգային հայատյացության այդ բանը ալիքները, որ ինքը ստեղծել է, դա հոչ մի րոպեում չի անհետանալու, չէ։ Դա շատ ծանր բան է թողում։ Այդ ատելությունը ինքնին դառնում է դրթիչ ուժ պատերազմի։ Հիմա Ալիևը ոչ մի քայլ ոչ մի չի անում դա փապկեցնելու համար։ Ինքը հակառակն է անում։ Այդ դատավարություններն էլ դարձնում է որպես դատավարություն հայկական ֆաշիզմի նկատմամբ, իմաստը էսա, որ մի հատ Հայաստանը ընդհանրապես ներկայացրել իրանց հասարակությանը որպես ապօրինի մի հատ ֆաշիստական մի հատ բան ձևավորում, որը պետք է ոչնչացնել։ Հասկանում եք։ Բանոց, օրինակ հավանական է քավոր որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից պահանջի օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց հանձնել։ Գիտեք, բանի Ալիևի ֆանտազիաները շատ հեռու կարող են գնալ, հատկապես նման անմեղսունակ գոլեգա ունենալու դեպքում։ Բայց չեմ ուզում դրա մասին լուրջ խոսենք, որովհետև ասենք ես նպատակ ինչքան մենք հասկանում ենք, այսպես նախագահն են Հայաստանի։ Խնդիրը մեր կուսակցության կամ կոնկրետ այս կուսակցության առաջնորդի ճակատագրի հարցը չի։ Խնդիրը Հայաստանն է։ Խնդիրը մեր ժողովուրդն է, որին Ալիևը չի ուզում իրավունք տալ լինել ինքնուրույն, ապրել իր հողում հանգիստ եւ այլն, ու Նիկոլ Փաշինյանը իրեն այդ հարցում ամբողջությամբ օգնում է։ Բայց գնալու է նորից ընտրելու էլի Փաշինյանին նույն ժողովուրդը։ Դե գիտեմ որ դա բարդ հարց է, բայց իր ռեյտինգները ցածր են, բայց ավելի բարձր են, քան մնացած բոլորինը միասին վերցրած։ Դե չգիտեմ, իրականում 70%-ը մեր ժողովրդի շատ հիմա չունեն լիդեր, sense ասեմ, չունեն կողմնորոշում։ Իրենք փնտրում են մի հատ այլ ընտրանքային ուժ, որ կարողանան վստահեն, որը այո կգնա խաղաղության ճանապարհով, բայց իրական, ոչ թե փուչ քաղաքական, կեղծ խաղաղության այս ճանապարհով, այլ իրական խաղաղության ճանապարհով կգնա եւ որի մեջ ինչ որ հերանեկար կտեսնեն։ Իսկ ինչ վերաբերում ընտրություններին, ես ասեմ, մենք եթե հիշում եք խոսակցությունը սկսեցինք ճգնաժամից եւ ասացի, որ գլխավոր ճգնաժամը ստեղծվել է խաղաղության ծրագրի ձախողումից, ինչից Փաշինյանը ահա որ վիճակի մեջ է ընկել, հոգեցնցվել է, հիմա այս իրականում գիտեք չէ, մարդիկ տենց բնավորություն կան, տենց մի քիչ գյադայական, որ
ինչքան ավելի շատ ես սարսափում ու վախում, այնքան ավելի ագրեսիվ տոնով սկսում ես խոսել դիմացինի հետ, հակառակորդների հետ եւ այլն, ընդ որում դա չի վերաբերվում, եթե նկատել եք, ոչ Էրդողանին, ոչ Ալիևին, ոչ մեկին։ Բայց մենք պետք է հասկանանք, որ ճգնաժամը ունի եւս մի քանի բան։ Օրինակի համար փետրվարի թվերը հրապարակվեցին։ Հետևել եք տնտեսական, սոցիալ-տնտեսական զարգացման թվերը։ Դե մենք անկում ենք ապրում։ Տնտեսությունը եթե ռեէքսպորտը եւ այլն դուրս է գալիս, ռելոկանտները դուրս են գալիս, ընդ տնտեսությունը մենք հիմա պարզվում է բանը մեր արտաքին ապրանք շրջանառությունը մոտավորապես 60-ից 65%-ով ընկել է եւ էքսպորտը եւ իմպորտը։ Փետրվարը համեմատած անցյալ փետրվարի։ Առաջին անգամ, այսինքն հիմա փլուզում է գնում։ Բանը արդյունաբերությունը ընկել է 27%-ով։ Գործազրկությունը, աղքատությունը, իհարկե, մենք կարող ենք ինչ որ նայենք այլ թվերի վրա, տեսնենք, որ շինարարությունը 12%-ով ոնց որ թե ավելացել է, չգիտեմ, բանը սպասարկման ոլորտը եւս մի 12%-ով մեծացել է, եւ արտաքին պարտքն է ահավոր բարձրացել, արտաքին պարտքը։ Հա, բայց խնդիրը հետեւյալն է, դուք նայում եք այս թվերի վրա, ասես, այս էքսպորտը ընկել է կատաստրոֆիկ ձևով, իմպորտը ընկել է, բանը որոշ բաներ, հա, կապիտալ ներդրումները զրոյացել են, զրո չէ, մինուս, առաջին անգամ ունենք բացասական օտարերկրյա կապիտալ ներդրումների բացասական ցուցանիշ ունենք։ Հիմա իրականում ինչ է կատարվել, այսօր հասկանանք, այս փլուզումը կապված է նրա հետ, որ բանը սանկցիաները, ռուսական սանկցիաները, Ռուսաստանի դեմ սանկցիաները շրջանցելու նպատակով, ասենք Հայաստանի միջոցով ոսկի էին անցկացնում տարբեր այլ բաներ եւ այլն, անունել դնում էին արտադրություն, որտեվ դա ռեէքսպորտ չպիտիլներ, բերում էին իբր թե ինչ որ վրան աշխատում էին, տանում էին արդեն որպես հայկական ապրանք եւ այլն։ Դա որից օգտվում էր շատ նեղ շրջանակ, բանկերը, որից լուրջ բան չէր գալիս մեր բյուջե եւ այլն, չէ կոնկրետ բիզնեսմենների շրջանակ, որը նաեւ կապված է Փաշինյանի հետ եւ այլն։ Այդ մարդիկ օգտվում են այդ ամենից, բայց հիմա որ Ռուսաստանը ու Ամերիկան ոնց որ գտնում են արդեն հաշտության ճանապարհներ, այդ բանը արդեն Ռուսաստանին այդքան էլ անհրաժեշտ չի։ Իհարկե դա այդքան արագ տեղի չունեն, այսինքն սանկցիաներ ռուսական վերացումը, դա չէ, բայց որոշ հարցերում արդեն ոնց որ հանդուրժողականությունը մեծացել է ու դրա կարիքը ոնց որ Ռուսաստանը չունի, դրա համար եւ պարզվեց ինչ է, փուչիկը պայթեց, այսինքն մեծ թվեր են, չէ, ներկայացնում իմպորտի, էքսպորտի, բանի, արդյունաբերության, ծավալի եւ այլն, պարզվեց գովում են, ասում են, տեսնում եք մարդը այս դժվար իրավիճակում տնտեսական աճ է գրանցում։ Ու ասում են մեր տնտեսագետները, որ այս փուչիկը պայթելու է եւ պայթեց, պայթում է հիմա։ Բայց ավելի ծանր վիճակը այն է, որ չեն կարողանում բյուջե փող հավաքել։ Այսինքն վերջի տարվա բաները ցույց են տվել, որ այդ պակասուրդը ավելացել է եւ արդեն խնդրեմ է դառնում։ Բանի էս հարկային ռեֆորմը ըստ էության ձախողված է, այդ որ համընդհանուր հարկման մեխանիզմի այդ հայտարարագրման։ Բայց դեռ ուժի մեջ է, չէ՞, դա չի վերացել, կարծեմ դեռ։ Դե մինչև նոյեմբեր հետաձգել են, բայց այդտեղ էլ մի հատ ուրիշ հարց կա։ Օրինակ, գիտեք ոնց է, օրինակ հիմա ծխելը արգելեցին, չէ՞։ Բայց հիմա որ կաֆե մտնես, կարաս ծխես։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ կամ աղնու բիբարը հանեցին։ Բայց ժամանակ առ ժամանակ կարող է ինչ որ ոստիկանություն գա, ինչ որ մի հարց բարձրացնի բան, բայց Նիկոլի օրենքը դարել է այսպեսի մի բան, օրենքը ընդունում են, նա չի գործում, գործում է միայն այն դեպքում, երբ որ իշխանությունը ուզում է ռեպրեսիայի ենթարկի կոնկրետ օբյեկտների, կոնկրետ քաղաքական գործիչների, կոնկրետ մարդկանց վրա ինչ որ նայեզներ անի։ Հասկանաք, դա օրենք չի։ Դա իրականում ընտրովի արդարադատություն։ Հա, հիմա այս հայտարարագրումը նույն վիճակում է գտնվում։ Ի վերջո սա չի իրագործվելու նորմալ ձևով, բայց ինքը մնալու է ուժի մեջ եւ օգտագործվելու է որպես լծակ ինչ որ անհնազանդ իրենց տեսակետից բիզնեսմենների նկատմամբ կամ ուղղակի ռեկետի համար որոշ բիզնեսների նկատմամբ, որ իրանց դուրը չեն տալիս։ Այսինքն սա դառնալու է ուղղակի կոնտրոլի միջոց, որը ավելի է ճնշելու մեր երկրի զարգացումը, որովհետև բիզնեսմենը լավ չի զգում իրան այն երկրում, որտեղ
կամայականություն կա ու ամեն րոպե կարան օրենքը այսպես մեկնաբանեն կամ այնպես մեկնաբանեն։ Կարճ ասած վիճակը շատ ճգնաժամային է եւ Նիկոլ Փաշինյանի այս հոգեկան ոչ adekvat պահվածքը կապված է հենց դրա հետ։ Պարոն Զուրաբյան, շատ շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ մենք շատ հարցերի վրայով պես բավականին մանրամասն հանգամանալից անցանք։ Ասեմ, գլխավոր խնդիրը ես տեսնում նրա մեջ, որ այս Փաշինյանի ռեժիմի այս գաղափարախոսական, այս ռոպագանդայի, այս բոլոր այս սխափեությունները բացվեն, որ անգամ այն մարդիկ, որոնք անկեղծ հավատում են, որ այն ինչ-որ լավ բան անում է, հասկանան, որ բացարձակապես նման բան չկա։ Սա դեմագոգիա է, խաբկանք է, պոպուլիզմ էլ, չգիտեմ, ինչ ուզում եք անունը դրեք, սա բան է։ Սա ուղղակի ձեռառնոցի է տրամաբանության, առողջ դատողության նկատմամբ եւ ամենակարևոր խնդիրը, որ մենք պետք է լուծենք, այն է, որ մեր ժողովուրդը սա գիտակցի։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի։ Շատ կարևոր բան։ Այսօր մենք ունենք մի հատ անմեղսունակ, անհավասարակշիռ, տգետ, հիմար մի մարդ իշխանության ղեկին, մի խեղճ մարդ, ինքը դարձել է մեր բանը այդ պարտության, չգիտեմ, խեղճության, չգիտեմ, ողորմելիության մարմնավորումը, այո, անհուսության, որտեղ շատերը այսօր անհուսության մեջ եւ մեր ժողովուրդը պետք է սա ժամանակն է, որ իսկապես գիտակցի, շատ ենք ուշացրել, բայց ինչքան ուշանանք ավելի վատ է լինելու։ Առավելևս որ ընտրություններ են մոտենում 26 թվին եւ ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանում այս գիտակցությունը ուժեղանա, ինչը նաեւ կբերի նրան, որ ժողովուրդը կփնտրի առողջ ալտերնատիվ, այլընտրանք, դե դրա ստեղծումն էլ քաղաքական ուժերի ուսերի վրա է։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Շնորհակալություն նաև ձեզ, ելերուսատորներ, որ կարողացաք երկար այս մեր քննարկումը դիտել եւ լսել մեր հյուրի բանախոսի վերլուծությունները, դիտարկումները։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք հյուրընկալեցինք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, ձեզ հետ է քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Հաջողություն ձեզ։